Տիկին Այդա, ձեր որդու սպանության գործով հերթական դատական նիստներ, ինչ կարող եք նիստի վերաբերյալ ասել, ես տեսա, որ մեղադրյալներից մեկի խաբամո միջոցկալանքը երկարաձգվեց, բավականին այսպես ագրեսիվ էր տրամադրված մեղադրյալը, այդ թվում տեսանկարահանումների հետ կապված։ Չեմ կարող ասել տեսանկարահանումների հետ դատարանը ինչի թույլ չի տալիս, վաճառաբանելով, որ հետագա իբրև sense լարվածություն ավելորդ չստեղծել, բայց սրանից ավել էլ ինչ լարվածության մասին է խոսքը։ Անջան, այս հասարակ խուլիգանություն չի։ Տղաս ոչ մի ընդհանուր կապ չի ունեցել այդ եղբայրների հետ, ոչ մի դրդապատճառ միայն անձրևաջրի համար խլել անմեղ երիտասարդի կյանք, երևի վախում են էլի, որ հանրության առաջ ինչ դեմքով, ասենք իրա լկտի պահվածքով, հանրությունը տեսնի, գոջ ու տղաները դատարանում նստած են, չեմ կարող ասել, ասենք դա ինչի թույլ չի տրվում, չգիտեմ, ուղղակի արդարություն եմ ուզում, արդար դատավարություն եմ սպասում, իմ բողոք պահանջը միայն նրանում է, որ հոդվածը, որ առաջադրված է մեղադրյալներին, վերավորակավորվի որպես սպանություն, որտեղ մարդիկ դիտավորյալ գնացել են սպանության։ Ամբողջ այդ նախաքննության ընթացքից էլ եք դժգոհ եղել, ինչպիսի որակում է տվել իրավաբանները, ինչ որակում են տվել։ Իրանց իրավաբանական տեսակետից ասված խուլիգանություն, անզգուշությամբ հասցված մահվան, բայց ինչ խուլիգանության մասին է խոսքը, երբ ոչ մի բառ չի փոխանակվել, հասել են թե չէ, հարցրել որդուս մեքենան ումն է, որդիս ասել է իմն է, ու տեսանյութում էլ այդ բոլոր կադրերը կան, որ ոնց են հարցակվում ու որդուս ծեծում ընկերոջ հետ միասին։ Ասենք մարդիկ դիտավորյալ, ունեմ դատաբժշկական փորձաքննության երկու եզրակացություն, որ բժիշկը բառացի նշում, նկարագրում է, թե բուտ գործիքի 4-ից 5 հարվածի հետևանքով հասցվել է մահ, ոչ մի անզգուշություն այստեղ չկա, իբրև գետնին հարվածի կամ որովայնի հատվածում անզգուշության հետևանք չկա, բացառել է բժիշկը, երկու դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել որդիս։ Իսկ դուք հասկանում եք ծնողի են վիճակը, որի ձեռքին կամ փաստեր, թղթեր, որ քո երեխային մանրակրկիտ զննել են բջիջ առ բջիջ, որ ապացուցեն, որ ոչ, հարգելիներս, հարգելի քննիչ, այդ որակավորումը, որ տվեցիր, դու կարդացիր այդ տողերը, բուտ գործիք, լավ, ասում են ձեռք բռունցքն էլ է բուտ գործիք համարվում, բայց մի քիչ կասկածում եմ, հնարավոր է ձեռքներին ինչ որ բան ա եղել, ռուգատկա են ասում, ինչ որտեվ նման հարված գանգի կոտրվածք, ուղեղ ամբողջը արևան ձեղումներով, ահա որ վիճակ էր որդուս գլխի վիճակ ու մի վարկյան գիտակցության չի եկել, առաջին իսկ վարկյանից անգիտակից վիճակում ծայրահեղ ծանր տեղափոխել ենք Գրիգոր Լուսավորիչ, որտեղ առանց գիտակցության գալով մահացել է, պահել ենք միայն դեղերի օգնությամբ։ Հիշեցնեք դեպքը երբ էր տեղի ունեցել եւ նաեւ ինչից էր ծագել, որպեսզի լսարանի համար հասկանալի լինի։ Դեպքը տեղի էր ունեցել 25 թվականի ապրիլի 23-ին, Չարաբաստի 23 ապրիլի, ինձ աշխատանքից տուն բերելուց, որդիս զանգ ստացավ ընկերոջից, 15 րոպեով ասեց դուրս գամ ընկերոջս տեսնեմ գամ, ուժեղ անձրև էր գալիս, վաղարշապատի Ռիփսիմե խաչմերուկում, ցախ շրջադարձ անելիս ջուր էր թռել Առաքելյան եղբայրներից մեծ եղբոր մեքենայի վրա, որի պատուհանը բաց էր եղել, թրջվել էին իբրև եւ դրանից ծագել էր այդ երևի թե որդուս, չգիտեմ, վիրավորել էր ինչ ձևով, որդիս ընդամենն ասել էր ըստ ընկերոջ ասելու եւ ամբողջ քաղաքն է խոսում դրա մասին, որ որդիս ընդամենն ասել էր անձրև է պատուհանդ փակ պահի, այնքանա որ դու լինես այդպիսի բան ասես, թե երևի գոջու տղաներն են ամբողջ վաղարշապատում հայտնի, 3 եղբայրներ Առաքելյան, որոնց հայրը կալանավորված է,
Դրա պատճառով, անձրևաջրի պատճառով, ուրիշ ոչ մի դրդապատճառ չի եղել։ Դրա համար եմ ուզում արդարություն, օրենքի առաջ բոլորս հավասար պիտի լինենք, ինչպես բազմիցս պարոն վարչապետը նշել, արդարությունն ինչքան էլ հիվանդանա, հույս ունեմ երբևէ չի մահանա։ Հույս ունեմ, որ կլինի արդարություն, կվերավորակավորեն իրանց տված մեղադրանքը որպես սպանություն, արդար դատավճիռ եմ ուզում, ճիշտ է, ցավս չգիտեմ կմեղմվի, թե չէ որ արդար ձևով պատիժ կրեն, այդ որդուս բացակայումը իմ ամբողջ կյանքում է լինելու, այդ կարոտի ցավը, այդ վրեժի չգիտեմ, ցավը, որ ամեն օր մեջը տարթնանում է, բայց դու փորձում ես խեղդել, որտեվ այդ կարոտը սահմաններ չունի, որտեվ որդիս այն տեսակի մարդ էր, որ ծանոթ, անծանոթ, ամբողջ քաղաքում աշխատել է օդանավակայանում, կարող եք մտնել հարցնել, Պարքև Հակոբյան եւ կլսեք, թե ինչ դրական պատասխաններ կարող եք ստանալ Պարքև Հակոբյանի անձի վերաբերյալ։ Մեղադրյալները ես թե 3-ին եմ մեղադրում, իհարկե, Գուրգեն, Վալերիկ, Գոռ Առաքելյան եղբայրները, վաղարշապատում հայտնի հորածականը Գոջի, եղբայրներն են եռյակ, որոնք ինչ ուզել արել են մինչ այդ վաղարշապատ քաղաքում, բազմաթիվ գործեր են կոծկվել, դրա համար ես պահանջեցի, որ վաղարշապատից գործը գնա Երևանի քննչական կոմիտե, հույս ունենալով, որ գոնե այնտեղ ինչ-որ արդարության կհասնեմ, էլի հույսս չեմ ուզում կորցնել Անիջան, որտեվ հայրենիքին նվիրված ծնող եմ եղել, որդիներ եմ ծնել ես հայրենիքի համար, 15 տարի ապրելով Ռուսաստանի Դաշնությունում որդիներս երկուսն էլ մեծերս որոշել են գալ Հայաստանին իրենց պարտքը տալ, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, կյանքի գնով իրենց հայրենիքի առաջ իրենց պարտքը տան։ Իշխանասարի թեժ մարտերի ժամանակատվածում ծառայել էր, չէ՞ ձեր որդին Պարքևը։ Պարքևը, այո։ Ծառայել է Խնձորեսկում Իշխանասարի սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ 4 օրվա եղել է Իշխանասարի դիրքերում, անցել է պատերազմ ու այն ծնողներից եմ, որ չգիտեմ, երանի եմ տալիս թշնամու գնդակը որդուս տաներ, գոնե կմխիթարվեի, որ հանուն հայրենիքի կյանքը տվեց, բազմիցս եմ ասել, իսկ հիմի ասեմ, ընդամենը 2 տարի էր բանակից եկել, իրենք ստիպեցին, որ մենք հետ գանք Հայաստան, հայրենիք, 2 որդիներս, որ մենք ուզում ենք Հայաստանում ապրենք, Հայաստանը ծաղկեցնենք, դե չգիտեմ։ Դուք տեսնում եք, որ օրինակ մեղադրյալները զղջան, իրենց պահվածքում դատարանում, ինչ եք տեսնում։ Ոչ, բացարձակ զղջման միտում չեմ, բացարձակ ոչ, առաջին իսկ դատական նիստին Գոռ Առաքելյանը հայտարարեց, որ ինքը իրեն մեղավոր չի ճանաչում, չնայած որ մահվան իսկ օրը վայրկյաններ անց ինքը գնացել էր հանձնվել, իսկ Վալերիկ Առաքելյանը 4 ամիս փախուստի մեջ է եղել։ Հիմա ինձ չի հետաքրքրում, որի հարվածն է վերջնական եղել որդուս կյանքի համար, երկուսն էլ պիտի իրենց արդար պատիժը կրեն։ Գիտեմ երկուսը չեն եղել, տեսախցիկում էլի 3-րդ անձել կա, վարորդ կա, որը իրենց բերել է այդտեղ։ Դե կսպասեմ, տեսնեմ ինչ կտան վկաները, ինչ ցուցմունքներ կտան, այդ նույն վարորդը, այդ Ձեր որդու ընկերը, հա, ով բանակից եկել էր եւ ձեր որդին գնացել էր որ տեսներ, ինքը ի վերջո ինչ է ասել, ցուցմունք տվել է թե ոչ, որտեվ ես հիշում եմ, որ դուք սպասում եք, որ ինքը պիտի խոսի։ Հա, ցուցմունք տվեց։ Դե ուզում եմ հասկանալ երիտասարդ էր, ընկերը ձեռքերի մեջ մահացավ, այդ ցավը, հոգեկան ապրումները, իրեն էլ եմ փորձում հասկանալ, բայց այո, ցուցմունք տվեց, մատնացույց արեց, որ այո, եղել են Գոռ Վալերիկ Առաքելյան եղբայրները։ Դե տեսնենք հետագա դատական փուլերում ինչ կլինի։ Ձեզ համբեր Շնորհակալ եմ։